Պարոն Քոչարյան, հենց սովորություն ուժից սկսվել է ամբողջական ընթացքի զարգոնքը, տեղափոխություն հասկացողությունը ինչ է այդ ժամանակը իրականը, մեր շրջանակներում ժամանակը ցույց տվեց կառավարման տարիների փորձով ամբողջով ու այս ընթացքը տարբեր կառավարումները ոնց կառավարեցին, հիմա եկել հասել ենք մի հարցի, որը գործի մեջ շատ է ներկայացնում Մեղրու Ղարաբաղի հետ փոխանակման հարցը, այսինքն այն միտից, որը մեր համար սրբություն է, ու այս իրավիճակում չունենք քաղաքական ընդհանրություն, որովհետև դա մաքրության ու արդարության ֆոնի վրա է։ Մեր եկեղեցին էլ մեր սրբությունը, մեր դիպլոմատը, որի վրա առնում ենք թափած մեր եկեղեցին է սրբությունը։ Քաղաքական ոչ մի նկատառում չունենք, մենք մեր արդար պահանջն ունենք այդ մաքրության ֆոնի վրա։ Ուզում եմ այդ մասին շատ խոսենք, որ գիտեմ, որ անդրադարձել ենք, բայց այն թեման, որը մնում է։ Այն դասում են Մեղրի ազգը 500։ Իրանք շատ են ասել, իրանցը պար իրանցը մեկից մեկ բոլորս ենք հասկանում, իրանց թեման քննարկելու համար էլ չի ասել։ Ինձ պետք է որ դու դրա մասին ես գիտեմ անդրադարձել եք, բայց անդրադառնանք հիմա էլ մենք էլ լսենք Մեղրու հարցով ու առհասարակ գաղափարական ենքը որ կա դաշնակցության կուսակցության մեջ բոլի և դաշնակցություն իրար է ներդաշնակցական շատ մեծ ենքա, որի վրա մենք պետությունը պիտի սպասարկի այդ շահերը, մեր ազգային շահերը։ Ուզենամ ձեզ այնց լսել այդ Մեղրու, հենց իմը այդ հարցի, որովհետև դա է, այս իմ մատնանշած հարցին, սենց ասած տիրախային մասը։ Ունենք Ղարաբաղ, բայց Փարիզ Իջանց, ստեղծան ասում են ճանապարհ, բայց Ադրբեջանը եւ այդ Իջանցի կառավարումը անում է Հայաստանը հայաբան այն ժամանակ երբ որ մենք այդ քիզիսի պայմանների ոչ միայն Համենը ճանապարհի իրավունքի տալիս, իմացը Ղարաբաղի անկախությունը Ադրբեջանը ճանաչում ոչ թե անկախությունը, ճանաչում էր Ղարաբաղը Հայաստանի մաս, Լաչինի Իջանցք։ Պատկերացրեք ինչ վիճակը եղել եւ ուր ենք հասել։ Այդ ճանապարհը ոչ թե միայն ճանապարհ է, այլ այդ ճանապարհը մեր ինքը գոյություն չունի։ Հիմա այս պատկերս է ճանապարհը։ Հա, էստակադա թունել է, ճանապարհը էստակադա թունել է։ Ման է, ինչ ասել։ Հիմա ճանապարհն էլ է ուրիշի տվել։ Դրանից օգուտ կլիներ։ Ինչ է։ Իրար երկու աղբեր Թուրքիայից մգնան, իրար կարոտը կառնին է իրենց օգուտերին է։ Ու բան է ապրում։ Ֆրանսիական բանացիները, որոնց բան է։ Ինչ ճանապարհ, միանալու Թուրքիայից կառուցվող ճանապարհի հարցն է, եւ ամենը Հայաստանը սանալով 43 կիլոմետր տրանզիտ գումարի 24 Իդեպ այդ ճանապարհը սա նշանակում է, որ մյուս ճանապարհը Ժևանով որ պետք է գնա Դոզի ասում չգիտեմ ոնց է։ Ստեղծան դա երբեք չի աշխատել, որտեղ հարկարի։ Հայաստանի համար ձեռնտու է, որ եթե տրանզիտ պետք է լինի, տրանզիտ լինի Ջևան շատ ավելի մեծ երկարության, ավելի երկար ենթադրվում է Հայաստանի ճանապարհով։ Ոնց է այն տեսից ասել այս կետը հասնելու համար եմ, բայց մի բան ձեզ հաշտասն, եթե ստացվեր ձեր
այդ պլան, ասած առաջ քաշած պլան, մենք հետագա մեր նպատակների կամ երազանքից նպատակ դարձնել կարողանանք Նախիջևանի հարցով, մենք արդեն ունենայինք մեր պահանջը, մեր ձայնը բարձրացնենք հետագայում Արևմտյան Հայաստանի։ Թե կդառնար արդեն տարածաշրջանը բաց, հարաբերվող այդ երազանքը մի քիչ շատ դաշնակցական երազանք է։ Շատ դաշնակցական երազանք է։ Պրակտիկորեն մենք կամրագրեինք Ղարաբաղը Հայաստանի միացնելու սա ամրագրեինք։ Ըստ այս փուլում ես համարում եմ, որ սա կլներ պայման տարբերակ, բայց հնարավորության սահմանման տարբերակ։ Այդ ամեն մի պատմական ժամանակաշրջանը ինչ-որ ազգերի շանս է տալիս։ Օրինակ սովետական միության փոխանցումը Ղարաբաղի շանսը իրականացվել։ Սովետական միությունը ցույցվել, բանը չէ, բանը բայց նման կարգ իրադարձությունները միշտ պատմական պահ են։ Այդ պատմական պահը կար եւ մենք այն պատմական պահը հայրու ձևով օգտագործեցինք։ Հետո եկավ մեր Հայաստան, որը Հայաստանի ինչ միսկեցին։ Բայց ինձ հասկացա, պատմական պահերը ճակատագրական են լինում, նայեն ճարույց, բար, դժվարներ ունեցել հարցերին։ Ուրին որը որ գնում էինք, ես պետք է մի հատ պես ստոպ տայինք, ֆիքսեինք հետի, հետո նոր գնայինք։ Մենք ֆիքսում էինք, ամեն ինչը ֆիքսել ունենք։ Անդր Շահումյանի շրջանով աշխատի Ես ուզում եմ մենք միալ անմեջը։ Ղարաբաղ, Լեռնային Ղարաբաղի անմեջությունը ուրի հնարավորություն կա իրեսի տարբերակով միանում է Հայաստանին, բայց նրանից հետո մադրական սկզբունքներով հանրաքվեի ինչ կանգնապահել։ Եվս մի 10-15 տարի հիմարություն չարվել, ես չեմ կասկածել, որ կլինի հանրաքվեի և հանրաքվեի կանգնապահել։ Անկախ Ղարաբաղ, արդեն ինչ որոշում կացել է Հայաստանի կարևորը որ միջազգայինորեն ֆիքսեինք այդ հանրաքվեի։ Եվ կհամարեինք, որ այս պատմական ժամանակահատվածում մի պլյուս է ունեցել։ Հիմա եղարեն ինչ է։ Դաշնակցությունը դա երազանքի ճանապարհին, անկախ գիտեմ մի հոգիներ գիտեք տալու ամենը թեմա, որ շոշափի այդատի հարցը։ Դենց է երազանքի ճանապարհը, նրա ֆունկցիոնը, անկախ նրանից միացող օգտարոքի գնեն, թե մենակ գնի ինքեր իր հարցը բարձրացնելու է անելու։ Շատ կուզենամ, որ այդ երազանքները ձեր մտածած քաղաքական ասպարեզում կամ պետական կամ միջազգային ասպարեզում ենք լինի ու դրանից մղվի մնացած քաղաքական ոչ թե քաղաքականությունից գա, որ մենք ստիպենք ժողովրդին, որ դու էլի կռվի, այլ կռվող մարդուց դարձնենք։ Մարդ երբ կա, մարդ կամաց երբ է մնացած։ Սովետական միությունը դրոշանը նպատակադրված պատմական շանս ունենալու համար այդ պատմական շանս օգտագործելը կարողությունը ունենաս կամ պատրաստ ամեն ինչ կգնի այս քաղաքական թեմայից սարի միայն նա դրա անգամ դեր չի
պետք է դասի միջուկի իման վրա կարանք շնորհացին հավաքել։ Մեկ ազգս, ասենց ասած, տեսակի շարի, բայց պետական համակարգի ազգի գաղափարներ, հայդատի թեմաներ ինքը դառնա առանցքային համակարգ, հիմա մեր բախտը չի բերել այս մարդը, վատ մարդը, իր շնորհիվ այսքան բան է ծխում, իսկ բախտներս բերել է ազգեցակցին, իր ժամանակ, բախտներս բերել է, որ այդ մարդն է եղել, այդ մարդը մեծ հաջողություններ բերել։ Ես ուզում եմ, որ համակարգ դառնա, որ անկախ նրանից ես կգամ, բան Քոչարյան մյուսը կգա, հայդատի հարցը միշտ կմնա ու այս պետությունը կաշխատի դրա խնդիրները լուծել, ոչ թե կգա կախված կլինենք մի մարդու կամային սկզբունքներից, մի մարդու Եթե անգամ ունիսի 7-ն է, չէ, ամոզել է չէ, եթե անգամ ունիսի 7-ն է, չլինի, սստեն ես բան չի կսում, ես նարդու անդրս մենք վերաբերվում ունենք, մենք էլ մեր տեսակում ենք խոսակցությունը մեր հետագայի համատում չես ասել